Նրան տապանում հյուրընկալել եմ ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանին, պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Նովրուզի կապակցությամբ ԱՄՆ նախագահը շնորհավորել է Ալիևին ողջունել Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը խաղաղության հաստատման ուղղությամբ, հատուկ ընդգծել և երախտագիտություն հայտնել այդ երկրին Իսրայելին աջակցելու հարցում, նաև մենք սրանից առաջ ունեինք Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էրիկ Ջեյքոբսի հայտարարությունը, որ ԱՄՆ նախագահը անհամբեր սպասում է երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ մենք տեսնում ենք, որ պայմանագիրը Ալիևյան ռեժիմը ոչ միայն չի ստորագրում, այլև կրակում է մեր սահմանների ուղղությամբ, հայտարարում է շատ ուղիղ ու պարզ, որ ռազմական առճակատման վտանգը կա, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր սահմանադրությունը եւ այսպես կարելի է երկար թվարկել։ Հիմա դուք ինչ վերլուծություն ունեք, որքան կկարողանա Ալիևը այսպես ձգձգել եւ ապակառուցողական այս դիրքավորումը շարունակել։ Այո, եւ մի քանի օր առաջ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը նույնպես խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունից եւ որ նախագահ Թրամփն անձամբ անհամբեր սպասում է, թե դա երբ տեղի կունենա։ Իհարկե նորից պետք է ասենք, նորից պետք է արձանագրենք, որ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, նրան հետաքրքրված չէ, կարևոր չեն այն երկու համաձայնագրում տեղ չգտած վերբալ կետերը, պահանջները, որոնք նա առաջ է բերել, խոսքը գնում է Միսկի խմբի ուրեմն լուծարման եւ սահմանադրական փոփոխությունների առումով, բայց եւ այժմ նա փորձում է գտնել մի պատրվակ, որով նա պետք է չստորագրի այդ համաձայնագիրը։ Արդյոք դա պետք է մեզ հիասթափեցնի, կամ մենք հուսախաբ լինենք, կամ թևաթափ լինենք, ոչ հուսախապության թերապես խնդիր չկա, այնպես չէ որ նա խոստացել էր նա չի կատարում, ի սկզբանե գիտեինք որ նա ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել եւ այստեղ մենք շատ լուրջ աշխատանք ունենք կատարելու Միացյալ Նահանգների հետ, որպեսզի հնարավոր տնտեսական առաջարկներ նախագծեր առաջ բերի կամ նրանք որոնք առկա են, խոսքը առաջին հերթին իհարկե միջին միջանցքի մասին է, իդեպ որի մասին խոսում էր օրերս Եվրամիությունը, երբ առաջին անգամ հանդիպում էր ուրեմն Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի հետ առաջին անգամ նմանատիպ ձևաչափով իրենք հանդիպում են ունեցել եւ խոսում են միջին միջանցքից, խոսում են Հարավային Կովկասից, խոսում է Եվրամիությունը Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ մի լուրջ տնտեսական պրոյեկտ կա, որը Միացյալ Նահանգները կարող է հանձնառնել, ինչպես օրինակ ներկայիս վարչակազմը, ինչպես օրինակ հանձներ առել նախորդ վարչակազմը, մենք հիշում ենք Ջեյմս Օբրայենի հայտնի հայտարարությունը, եւ դրանով արդեն բերել Իլհամ Ալիևին ուրեմն կառուցողական դաշտ, նամանավանդ որ բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը ինքն էր խոսում, դեռ վաղ է խոսել տնտեսական համատեղ պրոյեկտներից, բայց ինչ մինի պրոյեկտներ կարող են ի հայտ գալ, հաշվի առնելով օրինակ սահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման եւ այլն, բայց գիտեք, եթե ինձ ասեն թե որն է այլընտրանքը, ես կասեմ եկեք քննարկենք այլընտրանքը, բայց այլընտրանքը մենք տեսնում ենք դա այն ինչ Իլհամ Ալիևը ինքն է պարտադրում, դա պատերազմն է, իսկ պատերազմը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, չի բխում հարևան կամ տարածաշրջանային մնացած այլ ուրեմն երկրների շահերից, իհարկե բացառությամբ Ռուսաստանին, եթե մենք համարում ենք Ռուսաստանին տարածաշրջանային երկիր, ինչպես նա է դա համարում իրեն այդպիսին, ունենք այն ինչ ունենք, պետք է զբաղվենք դրանով, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, պետք է Թուրքիայի հետ հնարավորինս մեր ուրեմն նպատակները համապատասխանեցնենք, իհարկե առանց հայկական շահերը ոտնահարելու։ Բայց ինչպես է դա հնարավոր, պարոն Բլեյան։ Այսօր Էրդողանը եւ Ալիևը այդ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպում են ունեցել եւ հայտարարել է Էրդողանը, որ Թուրքիան
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճարտարապետ տեսնում է Ադրբեջանին։ Այսինքն սա ուղիղ չի նշանակում, որ պետք է բավարարվեն Ադրբեջանի պահանջները, այսինքն այստեղ խաղաղությունը հաստատվի հենց Ադրբեջանի պայմաններով։ Դրա մենք պետք է գումարենք նաև Թուրքիայի պաշտոնատար անձանց ավելի վաղ արված այն հայտարարությունները, որ հենց այսօր պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, այսինքն պետք չէ սպասել մինչև սահմանադրական փոփոխությունների կատարումը, որովհետև նույն տնտեսական պրոյեկտների շահառուներից է նաև Թուրքիան, որովհետև նույն Միջանցքը գալու է ի վերջո Հայաստանից մտնի Թուրքիա կամ միգուցե Հայաստանով Վրաստանով մտնի Թուրքիա, եթե Վրաստանի նույնպես ներառում ենք, որը ցանկալի կլինի։ Կարող է լինել մի քանի ուղղություններ Վրաստանով Թուրքիա, Հայաստանով ուղիղ Թուրքիա, որը նույնպես ավելի նախընտրելի տարբերակ է։ Դե ունենք այն ինչ ունենք, Թուրքիան չի կարող հայտարարել վաղը, մենք չենք կարող ակնկալել, որ վաղը Թուրքիայից որևէ պաշտոնատար անձ կհայտարարի, որ Հայաստանը պետք է լինի առաջնատար երկիրը տարածաշրջանում։ Այստեղ է գալիս թե Հայաստանը ինչպես պետք է բարձրացնի իր տեսակարար կշիռը, որպեսզի հայկական կողմի շահերը ել ավելի հաշվի առնվեն։ Իսկ ինչպես դա պետք է անել։ Պետք է ներքին դիմակայունություն ցուցաբերել։ Իսկ մենք ունենք ներքին դիմակայունություն, ոչ։ Ինչ է նշանակում։ Հայաստանի Հանրապետության փողոցներով ազատ շրջում են 5-րդ Շարասյան ներկայացուցիչները, նույն ինքը օտար գործակալական ցանցերը ազատ գործում են այստեղ։ Այստեղ գործում է Ռուսաստանի փափուկ ուժը, տարատեսակ գիտեք, ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ բացվում են այդ ռուսական տները, հա, գրքի տները, ռուսական գրքի տները, եւ իրենց նպատակը որն է այդ փափուկ ուժով իրենք պրոպագանդա են տարածում, որ Ռուսաստանն է, որ պետք է պաշտպանի Հայաստանին, որ Թուրքիան քո թշնամին է, որ հնարավոր չի թուրքերի հետ հարաբերություններ կարգավորել, որ Ադրբեջանը անպայման պետք է հարձակվի, նույնիսկ իրենց պաշտոնատար անձանց հայտարարությունները մենք տեսնում ենք, իրենք ինչ են խոսում, իրենք ասում են մենք անհանգստացած ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին անհանգստություններ կան։ Այո, հրադադարի խախտում։ Հրադադարի խախտում։ Իրանք չեն ասում, որ դրանք օրինակ հայկական կողմը չի կրակում, ադրբեջանական կողմ կրակում է, բայց հիմնականում օդ է կրակում։ Իհարկե եղել են նաև կոնկրետ գյուղապետի տների ուղղությամբ կրակոցները, բայց իրենք խոսում են ընդհանրական, իրենք լարվածությունը երկու կողմերին կոչ անելով եւ լարվածությունը որպես իրականություն եւ իրողություն, անխուսափելի, անդառնալի մի իրողություն ցուցաբերելու մոլուցկով տարածված, իրենք դա հրամցնում են հասարակությանը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկանա, որ չէ, հնարավոր չէ այս երկրում ապրել։ Եկեք մեր տները ծախենք, գնանք ուրիշ երկիր։ Այստեղ հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, ով էլ գա եւ փորձի խաղաղություն բերել Ադրբեջանի հետ, ճիշտ չի, մենք պետք է զինվենք, մենք պետք է գնանք հարձակվենք Արցախը հետ վերցնենք, Նախիջևանը վերցնենք եւ այլն եւ այլն։ Այս նարատիվներն են իրենք առաջ բերում։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Բլեյան, չափազանցված չի այդ 5-րդ Շարասյան դերակատարությունը Հայաստանում, այն իմաստով, որ եթե պատկերացնենք չկան այդ մարդիկ, չկան այդ նարատիվները, չկան այդ լրատվամիջոցները, քարոզիչները, արդյոք Թուրքիան դրանով է պայմանավորում Հայաստանի հետ սահմանների բացումը, հարաբերությունների կարգավորումը։ Տեսեք, մենք օրինակ Ադրբեջանում տեսնում եք նմանատիպ մի իրավիճակ։ Չկա, չէ՞։ Վերջին ռուսական փափուկ ուժը փակվեց։ Ռոսսոտրուդնիչեստվոն 1
տեսանյութից հետո, ռեպորտաժից հետո իրենց պաշտոնական առաջին ալիքի իրենց անունը մոռացա դրանից հետո փակվեց Ռոսսոտրուդնիչեստվոն։ Այսինքն նա ունի լիակատար հսկողություն։ Ես չեմ խոսում որպեսզի Հայաստանի Հանրապետությունը նույնպես դառնա ավտոկրատ երկիր, բայց ժողովրդավարական դա չի նշանակում թույլ, դա չի նշանակում որ ցանկացած մեկը կարող է գալ այստեղ եւ թելադրի թե ինչպես մենք պետք է ապրենք։ Եկեք օրինակ ուսումնասիրենք Ռումինիայի փորձը։ Ռումինիան ժողովրդավարական երկիր է, Եվրամիության անդամ հանդիսացող երկիր է։ Բայց այնտեղ նախագահի տեխնացուին ԿՀ-ն չի գրանցում միայն այն պատճառով, որ նա ռուսական աֆիլիացիա ունի։ Դա պաշտպանությունն է ժողովրդավարության, այո, դա թուլություն չէ։ Նույնը մենք տեսանք Ֆրանսիայում։ Դուք լսել եք Հայաստանի Հանրապետություն մի դեպք, այդքան հատիկ առ հատիկ իրենք հայտարարում են, չէ՞, սա վերցրեցին, նա վերցրեցին։ Տնտեսական հանցագործություն գործած մեկ քաղաքական գործչի անուն տվեք, որը արգելվել է դատարանի ուժով մասնակցել քաղաքական process-ներին։ Չկա նման բան։ Ֆրանսիայում մենք տեսնում ենք իշխանությունը։ Բայլով է մեղավոր։ Իհարկե ոչ ընդդիմությունը կամ արտախորհրդանական ընդդիմությունը կամ շարքային քաղաքացին։ Իշխանությունը, որ 21 թվականին Թավիշը փոխարինեց պողպատով, բայց այդ պողպատը չի գործում։ Հակառակ դեպքում այն ինչ մենք տեսանք Գյումրիում, հա մենք կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը շատ ավելի ձայն հավաքեց, քան 21 թվականի ընտրություններին։ Բայց այն փաստը, որ հաղթեցին նաև այդքան ուժեր անցան ավականի, այն ուժերը, որոնք օրենսդրորեն պետք է իրավունք չունենային մասնակցել process-ներին, ինչպես դա տեղի ունեցավ Ռումինիայում, Ֆրանսիայում, Մոլդովայում, իրենք մասնակցել, իրանք քաղաքական հայտ են ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանի գալը Գյումրի եւ հայտարարելը, որ նախկինները գալիս փորձում են իրենց ընկեր ջան, իսկ ինչին իրանք իրավունք ունենում մասնակցել քաղաքական process-ներին։ Ով ասաց, որ դա է ժողովրդավարությունը, դա ժողովրդավարություն չէ, դա ամենաթողություն է։ Միգուցե դա ինչ-որ հայկական ժողովրդավարություն է, որ իրանք ուզում են ստեղծել։ Բայց ժողովրդավարությունը դա ունիվերսալ մի երևույթ է, դա դու չես կարող ինքդ քոնը ստեղծել եւ հրամցնել հասարակությանը, որ չէ, մենք ժողովրդավարական ենք, բոլորը կարող են գալ մասնակցել process-ներին։ Բոլորը մասնակցեցին process-ներին եւ Երևան քաղաքի ընտրություններում դոգի կուսակցությունը լուրջ արդյունքներ ցուցաբերեց։ Դա նորմալ երևույթ է։ Հիմա այստեղ հարց է առաջանում, պարոն Բլեյան, եթե ներսում քրեական տարերի, Գողոնի, Թալանի, չգիտեմ, մնացած բոլոր խնդիրները չլուծող իշխանությունը ինչպես է պատրաստվելու խաղաղություն բերել տարածաշրջան, ինչպես է պատրաստվելու հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ։ Եթե ներսում այս խնդիրները չի կարողանում լուծել, ապա ինչպես սպասել, որ կկարողանա այդպիսի լուրջ ու մեծ նշանակություն ունեցող խնդիրներ լուծել։ Ես շատ եմ մտածում, թե ի վերջո որն է հետ պահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, գնալ ավելի կտրուկ քայլերի եւ կասեցնի այդ բոլոր ռուսական աֆիլիացիա ունեցող եւ նախկիների հետ աֆիլիացիա ունեցող կուսակցություններին, քաղաքական գործիչներին, դեմքերին մասնակցել եւ ընդհանրապես կարողություններ ունենալ։ Գիտեք, Մոլդովայում Միացյալ Նահանգների օժանդակությամբ մշակվել էր մի ծրագիր, ըստ որի ռուսական աֆիլիացիա ունեցող կազմակերպությունները, մեդիաները, իրենք բոլորը զրկվում էին իրենց ունեցվածքից եւ իրենք այլևս չէին կարողանում այնտեղ ռոպագանդայով զբաղվել։ Եվ եթե դրանք տեղի չունենային, մենք այսօր Մոլդովայում չէինք ունենա Մայա Սանդուի հաղթանակ։ Եվ նույնիսկ այդ պարագայում այդքան ուրեմն ներքին դիմադրանակությունը բարձրացնելու ուղղությամբ Մայա Սանդուի իշխանության վարած քայլերից հետո իրենք շատ դժվարությամբ կարողացան հաղթանակ գործել, որովհետև մենք հասկանում ենք Մոլդովայի մի քիչ Հայաստանի հետ համատելը դժվար է, այնտեղ կա Գագաուզիա, այնտեղ Մերձնեստերի քաղաքացիներն իրավունք էին ունենում մասնակցել ընտրությունների, բայց իրենք գնացին այդ քայլերի։ Ստացվում է, որ Մայա Սանդուն ավելի կներեք, լավ այդպես չասեմ, Մայա Սանդուն ավելի կամքով, կամային դուրս եկավ, քան Նիկոլ Փաշինյանը։ Իմ հարցին այնուամենայնիվ պատասխանեք։ Նշանակում է Նիկոլ Փաշինյանը, որը ներսում խնդիրներ չի կարողանում լուծել, չի կարողանա լուծել նաև արտաքին կարևոր խնդիրներ։ Ես կասկածում եմ, որ եթե դու կարողանաս ներքին խնդիրները լուծել, դու կկարողանաս արտաքին հարցեր լուծել։ Կամ նույնիսկ եթե դիցուկ
վաղը դու կարողացավ բերես այդ խաղաղության համաձայնագիրը, այդ ներքին այդ բոլոր այդ 5 օր շարասյան ներկայացուցիչները, որոնք արդեն massամբ սկսում են վրաններ տեղադրել, ոչ բոլորը, բայց հիմնականում իրենք սկսելու են կարակտիչ գործողություններ զբաղվել։ Արցախցիների մասին չի խոսքը գնում։ Արցախցիներին ուղղորդող որոշ շրջանակների մասին է խոսքը գնում, որովհետև հենց համաձայնություն եկավ խաղաղության համաձայնագրի եւ հենց ամենօրյա ռեժիմով մենք Իլհամ Ալիևից լսում ենք, որ կրակոցների իբր թե մեղադրանքներ, մենք տեսանք, որ ներսից պահանջում են, որպեսզի արցախահայերի իրավունքները վերականգնվեն, ինչպես ենք դա պատկերացնում այդ վերականգնումը։ Թող մեկը ինձ բացատրի։ Այսինքն խաղապահ ինչ որ ուժ պետքա, չէ՞, կոնտինգենտ պետքա տեղակայվի Ադրբեջանում։ Մենք պատկերացնում ենք, որ Ադրբեջանը դրանք համաձայնի։ Եթե մենք ինչ-որ process ենք սկսում, որը մենք գիտենք, որ անիրատեսական է այս պահի դրությամբ գոնե, ինչու ենք մենք դա բարձրաձայնում։ Մենք դա հենց բարձրաձայնում ենք դրա համար, որպեսզի չլինի որևէ կարգավորում, չլինի որևէ քննարկում, կամ եթե խոսում են, որ ինչ-որ չգիտեմ, ազգային ժողովի նոր ընտրություններ, նախագահային ընտրություններ, ազգային ժողովի նախագահային ընտրություններ, որ երկրի ազգային ժողովի նախագահային ընտրություններ։ Ես հասկանում եմ, ցավը նոր է, սպիերը դեռ չեն լավացել, նույնիսկ արյունը չի մակարդվել, բայց չենք կարող խոսել մի անիրատեսական ուրեմն քայլերից, որոնք կբերեն Հայաստանի Հանրապետության թուլացմանը։ Նույն կերպ մենք կարող ենք խոսել Նախիջևանից, Կարսից, մնացած այլ քաղաքներից, երբեմնի հայկական հողերից։ Բայց հետո ինչ անենք, Հայաստանի Հանրապետությունը կորցնենք, գնանք Մոսկվայից, Բերլինից եւ Լոս Անջելեսից խոսենք պատմական Հայաստանի Հանրապետության եւ որքան անարդար էր աշխարհը եւ որքան լուր գտնվեց աշխարհը։ Այո, աշխարհը լուր է լինելու։ Մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում։ Ինչ քաոտիկ վիճակ է տիրում։ Եվ հետեւաբար մենք պետք է մտածենք ոնց պահենք այս պահի դրությամբ այս տարածքը։ Բայց այս տարածքի ներսում ելումուտ է, ով ասես մտնում հելնում է։ Տարատեսակ Միկա Բադալյանները գալիս խոսում գնում են, իրենք ինչ իրավունք ունեն մասնակցել այս ամեն ինչին։ Մարգարիտա Սիմոնյանովը իր Սպուտնիկ Նովա, որ այստեղ օրը 24 ժամ խոսի, եւ Հայաստանի Հանրապետությանը սպառնա։ Այդ ինչ հայտարարություններ են իրական։ Ավելին Զախարովան ասում է, մինչև մայիս ակնկալում են, որ Հայաստանը կոնկրետ պատասխան կտա Սյունիքում հյուպատոսության բացման հետ կապված։ Ինչու են առաջ մղում այդ հյուպատոսության գաղափարը։ Տեսեք, ինչ է հյուպատոսությունը, հա, մարդկանց ո՞ր թվում է, թե հյուպատոսության մեջ ինչ կա։ Դե քաղաքացիներ են, ել չեն գա հասնեն Երևան, կգնան այնտեղ, իրանց ինչ որ հարցերը կլուծեն, բայց մենք տեսնում ենք, չէ՞, օրինակ եվրոպական տարատեսակ երկրներում հերթով տարատեսակ ռուս դիվանագետներ, պաշտոնյաներ, աշխատակիցներ դեսպանատների հյուպատոսությունների մեկ էլ հայտնվում են որպես հայտարարվում են որպես persona non grata եւ ժամանակ է տրվում որպեսզի տարածքից դուրս գան, որովհետեւ բռնվում են լրտեսության վրա։ Իրենց հիմնական գործառույթը նաեւ լրտեսությունն է։ Եվ մենք պետք է հասկանանք, եթե մենք գնում ենք մեր սահմանների ապառուսականացման, բարաջող մենք կարողացանք հայ-ադրբեջանական սահմանը ազատագրենք ռուսներից, բարաջող ազատագրեցինք Հայաստան-Իրան անցակետը, Հայաստան-Թուրքիա անցակետում հայեր են տեղակայված, օդանավակայանը ապառուսականացրել ենք։ Մենք ինչու ենք ուզում Սյունիքը, այն ռազմավարական կենտրոնը, թե Հայաստանի Հանրապետության համար, թե տարածաշրջանի եւ նույնիսկ ավելի գլոբալ մակարդակում, մենք ինչու ենք ուզում այնտեղ տեղակայել մի որջը, որը պետք է զբաղվի ընդ որում Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրած թղթավորված պարտավորություն վերցրած երկրի հետ, խոսքը գնում է հետախուզական տվյալների փոխանցման, հյուպատոսություն բացել, որ իրենք տեղեկատվություն, իրենք ելումուտ ունենան, գնան, գան, ինչ ուզում են անեն։ Մենք պետք է ամեն կերպ դիմադրենք եւ պետք է թույլ չտանք եւ թարապես պետք է ասենք ոչ, մենք չենք ուզում։ Իրան խնդրեմ համեցիր, Ֆրանսիա խնդրեմ համեցիր, Միացյալ Նահանգներ խնդրեմ համեցիր։ Ինչու՞, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այդ երկրները առաջին հերթին ճանաչում են Հայաստանը որպես անկախ երկիր, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության, իրենք ճանաչում են մեր սահմանները, եվրադիտորդները տեղակայված են այնտեղ, ի հեճուկս դիտորդների, այն էլ մենք ոչ թե դիտորդներ եկանք անցալում հապկից, այլ զորախումբ, բայց իրենք չճանաչեցին մեր սահմանը։ Չկան ռուս սահմանապահները, ռուսական ուղեկալները կանգնած են հայ-ադրբեջանական սահմանին ջերմուկում, բայց ադրբեջանական զինուժի հարձակումից 1 ժամ առաջ թողնում են իրենց հենակետերը եւ գնում էին։ Բայց մենք կարող ենք նույն ասել Իրանի, Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների պարագայում կամ
որևէ այլ երկրի, որը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը եւ որը հետաքրքրված է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան։ Տեսեք, քանիցս դերևություն, քանիցս Իրանի դեսպանը հայտարարություններ տարածեց, հարցազրույցներ տվեց, երբեք չխոսեց որևէ դեմ բան Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից կամ Միացյալ Նահանգների հետ ստորագրած այդ ռազմավարական գործընկերության բան խարտիայից։ Որովհետև նրանք հասկանում են, որ դառնալով Հայաստանը դառնում է ավելի ուժեղ, որքան լինի Հայաստանն ուժեղ, այդքան իրենց գործը կթեթևանա, որովհետև իրենք էլ ունեն ինչ-որ պարտավորվածություն պահել այդ հայերանական սահմանը։ Քանի որ եկակ այդ թեմային, հիմա զորավարժություններ անցկացվեցին համատեղ, իրանական կողմի հաղորդագրության համաձայն տարածաշրջանում որևէ վտանգ չկա, հիմա իսկապես վտանգ չկա եւ այս զորավարժությունների նշանակությունը։ Շատ կարևոր են զորավարժությունները, իհարկե ես օրինակ չէի ցանկանա, որ դիցուք հնարավոր ռազմական ադրբեջանական ագրեսիայի պարագայում Իրանը ներգրավեր ռազմական առումով, որովհետև մենք հասկանայինք, որ դրան կհաջորդեր Թուրքիայի ներգրավումը։ Մենք պատկերացնում ենք, չէ՞ դա ինչ կնշանակի։ Մենք հասկանում ենք, որ շատ երկրներ Ադրբեջանի կողմնակիցը կլինեն, հաշվի առնելով նաև Իսրայելի դերակատարումը, հաշվի առնելով Միացյալ Նահանգների դերակատարումը։ Այսինքն լավ է, որ կանխարգելիչ գործունեություններ ծավալում Իրանը, բայց շատ տխուր կարող է լինել, եթե իրականում ֆիզիկապես իրենք ռազմապես ներգրավեն, որովհետև բնական է, որ Թուրքիան անմասն չի մնա։ Իսկ Թուրքիան ներգրավելով ներգրավում է ՆԱՏՕ-ում գտնվող երկրորդ բանակը, մենք գիտենք Միացյալ Նահանգների նախագահի հարաբերությունները Էրդողանի հետ, բոլորովին վերջերս նա նորից խոսում էր իր դերական մոտեցման մասին։ Դրա համար մենք պետք է թույլ չտանք, որպեսզի այդ լարվածությունը տեղի ունենա։ Բայց այո, այդ զորավարժությունները շատ կարևոր են։ Ցանկալի կլինի, որ նմանատիպ զորավարժություն մենք ֆրանսիացիների հետ ունենանք, ցանկալի է Հնդկաստանի հետ մենք ռազմական առումով սկսենք համագործակցել, ոչ թե միայն սպառազինության գնման տեսանկյունից, տնտեսական պրոյեկտներ մշակենք, Պարսից ծոց Սևծով նախագծի շուրջ աշխատած, ուրեմն արգացնենք մեր աշխատանքները, ներգրավելով Եվրամիությանը, որտեղ նա նույնպես շահառու է այդ ամեն ինչի։ Որովհետև մենք պետք է հասկանանք, Եվրամիության անդամակցությանը ձգտող Հայաստանը, ի վերջո Հայաստան-Իրան սահմանը լինելու է Եվրամիության անդամ եւ Իրանի սահման։ Այդ դրանով է Հայաստանը կարևոր Եվրամիության համար նաեւ։ Շնորհակալ եմ։ Մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ ես զրուցում եի ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար Արնոլ Բլեյանի հետ։ Դուք կարող եք մեր եթերները, ուղիղ եթերները դիտել Patreon-ին միանալով էկրանին երևացող QR կոդով։ Thank you.